Սրանց արված ամեն փոփոխություն ընդունվում է սվիններով։ Ինչու՞, որովհետև ամեն ինչ անում են մեկը մյուսից վատ։ Այն մենակ հարստանալը, բյուջեն իրար մեջ բաժանելն է, որ անում են փայլուն, արագ կողմնորոշվում են։ Ասում են մեզ 7-9 միլիոն դրամ պարգևատրել ենք, թե չէ կգնանք մասնավոր ոլորտ։ Այդ որ մասնավորն է, որ տեսել է ձեր ինքնադրսևորումը պետական հատվածում ու ձեզ կընդունի անգամ ամենացածր աշխատանքում։ Երկիրը փորձադաշտ են սարքել։ Մարդամեկն ասում է, չենք դադարել խնդիրներին առերեսվել, խնդիրների հետևից գնալ, փորձեր անել, այդ թվում սխալվել, այդ թվում ձախողվել։ Հիմա էլ ասում է, համընդհանուր ապահովագրություններ ենք մտցրել եւ ընկնելու ենք անխուսափելիորեն։ Ուղղակի պիտի այնպես անենք, որ ջարդուփշուր չլինենք։ Այո, ձախողվել եք, ինչքան տեղ ունեք, սխալվել եք ուժերի ներածին չափով։ Դրա համար էլ ջարդուփշուր է կարել պետությունը իր բոլոր ինստիտուտներով։ Մեր երկրում կառավարումը մեկ մարդ իր ձեռքն է վերցրել, այն էլ այնպիսի մեկը, որ ունի միջակ գիտելիքներ, միջակից ցածր։ Ամեն ինչ ինքն է որոշում ու հրահանգում։ Եթե Նիկոլը բան է ասում որևէ ոլորտի վերաբերյալ, ու այդ ոլորտի ղեկավարը հասկանում է, որ դա ընդունելի է, սխալ է, սուտ է, մեկ է, ոչ հակաճառում է, ոչ էլ իրավունք ունի։ Ու դա իր միջակից ցածր գիտելիքներով կառավարում է մի ամբողջ երկիր 3 միլիոն բնակչությամբ։ Ու երբ նման մեկը վարչապետ է, դատավոր է, դատախազ է, քաղաքապետ է, մարզպետ է, ֆինանսիստ է, շինարար է, բժիշկ, ուսուցիչ ու նաև մի քանի 100 այլ բան, մեր իրավիճակը դառնում է այսպիսին։ Սրա համար էլ բազմաթիվ կորուստներով եկել հասել են կեսօրվան, նոր կորուստների առաջ։ Ու մի ձախողում փակում է մեկ այլ ձախողմամբ, մեկ այլ աբսուրդով։ Ազգային աղետ են սրանք, ժողովուրդ ջան։